Տարբերակ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը, հարց համար 27, պարոն Սիմոնյան համեցեք։ Շնորհակալություն, հարգարժան պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ներկայացված որոշման նախագծով առաջարկվում է կառավարությանը հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կորպորասիոն Ամերիկա ՍԱ ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացմանը, որով նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները։ Կոնցեսիոն պայմանագրի երաշխավորված ներքին շահութաբերության եւ վնասների հատուցման բանաձևերը ուժը կորցրած են ճանաչվում։ Կոնցեսիոն պայմանագրի անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքի կետը ուժը կորցրած է ճանաչվում։ Արձանագրվում է, որ կողմերը, կառավարությունն ու կոնցեսիոները միմյանց նկատմամբ երկարաձգման գործարքի կնքման օրվա դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն միմյանց նկատմամբ, Կապանի Սյունիք օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են, կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի վերջ, կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել 425 միլիոն ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ներդրումներ, մաստեր պլանը եւ այն ներդրումային ծրագիրը, որով պետք է դա իրականացվի, կներկայացվի կառավարության համաձայնեցմանը եւ այդ մաստեր պլանում կներառվեն նաեւ 2023 թվականից իրականացված կապիտալ ներդրումները։ Գործող սակագների փոփոխությունները կիրականացվեն ամենամյա սկզբունքով միայն համապատասխան բանաձևով ճշգրտման եղանակով, ելնելով ԱՄՆ սպառողական գների ինդեքսների, եվրոպական երկրներում միջին գնաճի եւ Հայաստանի Հանրապետության սպառողական գների ինդեքսների ցուցանիշներից։ Սահմանվում է կանոն այն մասին, որ եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարի անընդմեջ նվազում է, ամեն տարի կազմելով 4 միլիոն ուղևորից պակաս, ապա կառավարությունը պետք է կոնցեսիոների կրած վնասի համար կոնցեսիոներին փոխհատուցի սակագների ճշգրտման եղանակով, բայց ոչ ավել քան 3 տարի ժամկետով։ Նշեմ, որ բանաձևը եւ հիմնական հասկացությունները ներկայացված են պայմանագրի համապատասխան հավելվածում։ Սահմանվում է, որ կոնցեսիոների բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատիրոջ փոփոխությունը պետք է նախապես համաձայնեցվի կառավարության հետ։ Սահմանվում է, որ կոնցեսիոները պարտավոր է պայմանագրի ժամկետի ավարտից հետո կամ պայմանագրի վաղաժամ լուծման դեպքում օդանավակայանը եւ դրա պատկանելիքները վերադարձնել կառավարությանը լիովին եւ լիարժեք շահագործվող վիճակում։ Նախագծով կարգավորվում են նաև կոնցեսիոների կողմից 425 միլիոն ԱՄՆ դոլարից ավել ներդրումներ իրականացնելու դեպքում կառավարության կողմից կոնցեսիոն պայմանագիրը երկարաձգելու կամ սակագնային փոփոխություններ իրականացնելու հետ կապված, կոնցեսիոն պայմանագրի դադարեցման հետ կապված փոխհատուցման վճարները հաշվարկելու, մաստեր պլանով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում կատարման մեխանիզմներ կիրառելու եւ այլ հարաբերություններ։ Լրացման նախագծով վերահաստատվում է, որ թե օդանավակայանի ենթակառուցվածքը եւ թե շահագործումը ողջ ընթացքում պետք է համապատասխանեն միջազգային առաջնակարգ ստանդարտներին։ Որոշման նախագծով նախատեսվում է 1 ամսյա ժամկետում ստորագրել Հայաստանյան կառավարության եւ Կորպորասիոն Ամերիկա ընկերության միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացումը։ Այսքանը, շնորհակալություն։ Հիմա պարոն Սիմոնյան, եթե մենք ստորագրենք այս լրացումը, մաստեր պլանը երբ կներկայացնեն։ Նախատեսվում է մաստեր պլանի ներկայացումը մինչև հունվարի 31-ը։ Իսկ դրանից հետո ներդրումները կսկսվի, այսինքն ինքը ժամանակացույցը մոտավորապես ինչ կառուցվածք կունենա։ Շնորհակալություն հարցի համար։ Ներդրումները 425 միլիոն ԱՄՆ դոլարի չափով պետք է իրականացվեն մինչև 2033 թվականը։ Մաստեր պլանը կառավարությանը ներկայացնելուց հետո 4 ամսվա ընթացքում կառավարությունը կամ պետք է հաստատի կամ հիմնավոր մերժի, եթե տեղի ունենա հիմնավոր մերժման դեպք կամ համապատասխան հիմքերի առկայության հաստատման դեպքը եթե տեղի ունենա, ապա 33 թվականը, եթե պայմանական որոշակի փոփոխություններ առաջարկելու անհրաժեշտություն առաջանա եւ որոշակի բանակցությունների փուլ լինի, ապա համապատասխան չափով կարող է այդ 33 թվականից երկարաձգվել։ Սիմոնյան, իսկ որպեսզի ավելի պարզ լինենք, էլի հիմա գետնի վրա երկրորդ տերմինալի կառուցման աշխատանքները, եթե մենք մաստեր պլանը հաստատենք, երբ կսկսվի, կարող ենք ենթադրել, որ անմիջապես կամ գոնե ես տենց եմ հասկացել բանակցությունների ընթացքը։
Մաստեր պլանը հաստատելուց հետո, պարոն Գրիգորյան, անմիջապես իրենք կմեկնարկեն այդ աշխատանքները եւ հենց կոնցեսիոն պայմանագրի այս լրացման տեքստով նախատեսված է, որ մինչև 33 թվականը այդ ներդրումները պետք է իրականացվեն եւ այդ տերմինալի ոչ միայն տերմինալի, այլ բոլոր այդ գույքի եւ սարքավորումների հետ կապված ներդրումները պետք է այդ ընթացքում իրականացվեն։ Եվ միևնույն ժամանակ, եթե ստորագրենք լրացումը, այդ օրվանից սկսած Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան, այսինքն մենք ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում։ Այո, պարոն Գրիգորյան, նման իրավական հիմք է ստեղծվում, քանի որ գործող կոնցեսիոն պայմանագրով կա որոշակի սահմանափակում, որ Զվարթնոց օդանավակայանից 250 կիլոմետր շարավղով հեռավորության վրա, եթե կառավարությունը որոշում է որևէ օդանավակայան փոխակերպել քաղաքացիական, տեղական կամ միջազգային օդանավակայանի, ապա գործող կոնցեսիոները ունի այդ օդանավակայանի նկատմամբ առավելություն կառավարումը ստանձնելու, սակայն այս պարագայում Կապանի Սյունիք օդանավակայանը այս լրացմամբ դուրս է գալիս այդ կարգավորումից եւ դա չի վերաբերում Սյունիք օդանավակայանին։ Իրավական առումով այո, սակայն միջազգային օդանավակայան դարձնելու համար Սյունիքի օդանավակայանը պետք է համապատասխան սարքավորումներ եւ համապատասխան ներդրումներ իրականացվեն, որպեսզի սահմանային, մաքսային եւ այլ գործառույթներ ապահովող հնարավորություններ ստեղծվի այնտեղ։ Շնորհակալություն։ Դա անելու ենք, չէ՞։ Նպատակը կոնցեսիոն պայմանագրում նման փոփոխություն իրականացնելու նաեւ հետապնդում է համապատասխան աշխատանքներ Սյունիք օդանավակայանում հետագայում։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Սիմոնյան։ Հարգելի գործընկերներ, խնդրեմ կարծիքներ, առաջարկություններ համեցեք։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, ես կարծում եմ, որ սա կարևոր փոփոխություն է եւ մեր տեսանկյունից այն փոփոխությունները, որոնք իրականացվել են 2001 թվականի պայմանագրում, էականորեն բարենպաստ են Հայաստանի Հանրապետության համար եւ այն խնդիրները, որոնք կային 2001 թվականի պայմանագրում, որոնք նաեւ ֆինանսական ռիսկեր էին իրանց մեջ պարունակում մեր համար, այս նոր փոփոխությամբ այդ ռիսկերը մեղմվել են կամ վերացել են, ինչը կարծում եմ բավականին հաջող պայմանագիր ենք կարողացել ստանալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն նախարար։ Խնդրեմ, պարոն Թովսյան։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, իրոք կարևորագույն որոշում ենք ընդունում եւ ես մի հարց ունեմ պարոն Սիմոնյանին, դուք ասացիք, որ 7 տարում կարվեն բոլոր ներդրումները, որը ենթադրում եմ միայն տերմինալի կառուցումը չի, բայց ինքնին տերմինալը երբ պատրաստ կլինի մոտավորապես շահագործման, որտեղ մենք հիմա էլ տեսնում ենք այնպիսի բարձրացած ուղևորա հոսքեր, որ նույնիսկ երբեմն ինքնաթիռները հերթ են կանգնում մոտենալու այդ բաներին, դարպասներին, մոտավոր ինչքան ժամանակի մասն է խոսքը։ Պարոն Թորոսյան, հստակ ժամկետների մասով հնարավոր կլինի անդրադառնալ, երբ որ կոնցեսիոները ներկայացնի մաստեր պլանով այն աշխատանքների ծավալը, որը պետք է իրականացվի, քանի որ այնտեղ հարցեր կան կապված նախագծանախաշվային փաստաթղթեր կազմելու եւ այդ փաստաթղթերը կազմելուց հետո ավելի հստակ հնարավոր կլինի անդրադառնալ այդ հարցին, բայց մենք նախատեսում ենք այդ 33 թվականը, որ նշվել է պայմանագրի մեջ, նախատեսում ենք, որ մինչև այդ, այսինքն մենք պլյուսով ենք, այսպես ասած, պլյուսով ենք այդ ժամկետը դրել, մենք նախատեսում ենք, որ ավելի վաղ ժամկետում պետք է այդ այսօրվա օդանավակայանի տերմինալի այդ լայնացումը եւ նոր ուղևորահոսքի ավելացումը սպասարկելու համար պատշաճ որակով այդ աշխատանքները պետք է իրականացվեն սահմանված ժամկետից ավելի շուտ։ Պարոն Թորոսյան, դուք ճիշտ հարց եք տալիս, մենք բանակցությունների ընթացքում ըստ էության հենց կոնցեպտուալ իմաստով այդ խնդիրն ենք արձանագրել, որովհետև եթե այս տեմպերով շարունակվի աճը ուղևորա փոխադրումների, մենք ընդհանրապես ժամանակ չունենք, որովհետև իսկ դա թանկացնում է այդ ծառայությունները, որովհետև ինքնաթիռը օդում երկար է սպասում, մի կրուգ ավել է տալիս եւ այլը եւ այլը։ Ես կարծում եմ, որ մաստեր պլանը երբ որ միասին քննարկենք,
մենք ընդ որում ստեղ շահերի բախում չկա, որովհետև նույն բանը ուզում է նաև կոնցեսիոները, որովհետև իրենք էլ այդ խնդրումը ունեն, որովհետև մենք հուլիսի վերջ օգոստոսի սկիզբ ունենք մի շատ ծանր ընթացք, որովհետև իրոք եւ քաղաքացիներն են դժգոհում, բայց նաև օդանավակայանը չի ուզում, որպեսզի իր սերվիսի որակը դրա պատճառով ընկնի, այս իմաստով ես կարծում եմ մեր շահերը նույնն են եւ երկրորդ տերմինալի կառուցման ամենասեղմ ժամկետները պիտի պայմանավորվենք, որպեսզի արագ այդ հարցը լուծենք, հակառակ դեպքում եւ օդանավերի համար եւ ուղևորափոխադրումների համար արդեն ունենք խնդիրներ։ Խնդրեմ, պարոն Սիմոն։ Ես մի բան ձեր խոսքին ավելացնեմ, պարոն Գրիգորյան, որ քանի որ խոսվեց ուղևորահոսքի մասին, նշեմ, որ 2025 թվականին բավականին մեծ ուղևորահոսք է գրանցվել միջազգային օդանավակայաններում, այն կազմելով 5.754.000 մարդ, որը 7.5%-ով ավելին է նախորդ, այսինքն 2024 թվականի ցուցանիշներից եւ իսկապես անհրաժեշտություն կա ենթակառուցվածքը ընդլայնելու եւ այդ ընդլայնված ենթակառուցվածքով այն չափորոշիչներով սերվիսի, որ դրվել է կոնցեսիոն պայմանագրի մեջ, խոսքը ԻԱՏԱ-ի կողմից սահմանված այդ օպտիմալ մակարդակի սերվիսն է, որը պետք է իրականացվի, այդ մակարդակի որակի ծառայություններ ապահովելու համար քաղաքացիներին։ Շնորհակալություն։ Քանի որ թեման շատ կարևոր է, հետաքրքիր մի հարց էլ էլի տամ հաշվի առնելը, որ մենք հատկապես էտել է ձեր նախարարության տիրույթում հյուսիս-հարավը Երևան-Գյումրի նստայության համարյա վերջացրել են միայն կահավորման խնդիրներն մնացել, որը կլուծվեն մոտ ամիսներ։ Մենք չենք կարողանում որոշակի ծանրաբեռնվածություն տեղափոխել նաև Գյումրի օդանավակայանի վրա, որտեվ երբեմն օրինակ Երևանի որևէ կետից Զվարթնոց հասնելը ավելի երկար կարատևի, քան Երևանից Գյումրի հասնելը։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան։ Գյումրու Շիրակ օդանավակայանում ուղևորահոսքերի ավելացումը խթանելու նպատակով կառավարության կողմից 2025 թվականի ապրիլի 23-ին 495 որոշմամբ ընդունվեց մի աջակցության ծրագիր, որը կայանում է նրանում, որ Երևանի Զվարթնոց եւ Գյումրի օդանավակայաններ ուղևորներ փոխադրելիս օտարերկրյա բազավորված կամ տեղական ավիաընկերությունները կստանան ամեն ուղևորի հաշվարկով, Զվարթնոցի դեպքում 20,000, Գյումրու դեպքում 15,000 դրամ մեկ ուղևորի հաշվարկով, սակայն այնտեղ պարտադիր պահանջ կա, անկախ նրանից, թե որտեղ կբազավորվեն, որ առնվազն մեկ ուղղություն, մեկ չվերթ պետք է իրականացվի դեպի Շիրակ օդանավակայան եւ նշեմ, որ այդ ծրագիրը մեկնարկելուց հետո մենք ունեցանք այնտեղ միջազգային ավիաընկերություն, որը չվերթեր է իրականացնում եւ հիմա նաեւ քննարկում ենք լրացուցիչ ուղղություն եվրոպական ուղղություն ավելացնելու դեպի Գյումրու Շիրակ օդանավակայան։ Անշուշտ այդ ենթակառուցվածքը նույնպես զարգացնելու համար անհրաժեշտ է այնտեղ համապատասխան ուղևորահոսք ապահովել եւ Գյումրու Շիրակ օդանավակայանը սպասարկման տեսանկյունից ավիաընկերությունների համար ավելի մատչելի է նույնիսկ եւ այնտեղ թե ժամանման, թե մեկնման նոր տերմինալներ են կառուցվել եւ այս առումով կարծում եմ այդ օդանավակայանը ունի բավականին մեծ պոտենցիալ զարգանալու։ Շնորհակալություն։ Հիմա վիզերը թռիչք ունի, չէ՞, Գյումրիից եւ Գյումրի։ Սա առաջի տարին է, չէ՞, որ վիզերը թռիչքները իրականացնում։ Այո, պարոն։ Փորձում ենք, պարոն Թևոսյան, ամեն դեպքում մեր հիմնական խթանող ծրագիրը, որը շատ էական սուբսիդավորում է ուղևորափոխադրումները, ունի մի պայման, որ Գյումրիից պիտի թռիչք իրականացնեն նաև կամ այդ թվում։ Տեսնենք, եթե զգանք, որ պատշաճ թափ չի հավաքում մեր նախաձեռնությունը, լրացուցիչ խթան կդնենք, բայց ես կարծում եմ, որ հեսա շուկան կադապտացվի այդ հնարավորությանը, որովհետև այնուամենայնիվ 15,000, 20,000 դրամ ըստ ուղևորի սուբսիդավորում ենք, ինչ որ էական է։ Հարգելի գործընկերներ, խնդրեմ, կան այլ հարցեր, առաջարկություններ, համեցեք, պարոն Մարսպան։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, քանի որ Գյումրի օդանավակայանի մասին խոսվեց, իրականում խտանը պետք է, որովհետև շատ լավ է լեռնակայի թռիչքն ունենք,
բայց այդ թռիչքը շաբաթը մի անգամ է եւ կարիք կա եւս լրացուցիչ խտաններ օգտագործել Շիրակ օդանավակայանը ավելի զարգացնելու համար, մանավանդ որ հյուսիս-հարավն է արդեն ամբողջությամբ կառուցված է ու ճիշտ նշվեց, որ Երևանի հասնքի 9-րդ մասիվից ավելի ուշ է հասնում օդանավակայան, քան Գյումրիից Զվարթնոց։ Շնորհակալություն։ Հիմա վիզերը լառնակա է թռնում Գյումրիից, հա։ Այո, շաբաթը 2 թռիչքեր, մի արդեն Տոմսը ինչ արժե, պարոն մարզպետ։ դեպքեր ունենք, որ 20-30 $-ով Գյումրիից հնարավոր է թռնել։ Շատ ավելի էժան, քան երևի թե տաքսիով Գյումրիից Երևան։ Ես իդեպ հենց 3 էի ստուգում տոմսերի արժեքները, $17.99 էր Գյումրիից, այս մոտակա շրջանում լառնակա չվերթ իրականացնելու համար, սակայն նշեմ, այն որ նվազեցվել է, այս ձմեռային շրջանում է նվազեցվել այդ շաբաթական չվերթերի քանակը ելնելով ուղևորահոսքից, բայց ավիաընկերությունը որքանով մեզ հայտնի է, ամառային, այսինքն ապրիլից սկսած ավելացնելու է շաբաթական չվերթերի թիվը։ Շատ լավ։ Այլ կարծիքներ, առաջարկություններ, հարգելի գործընկերներ չկան, առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա,